Աղություն ձեզ, Քրիստոսով քուր եղբայրներ, Տերը օրհնի ձեզ։ Աստծո շնորհակալություն եմ հայտնում այս հնարավորության համար, որ Աստված մեզ ողորմություն անում։ Ես հավատում եմ, որ Տերը հիմա այստեղ ներկա է, նա մեր հետ է։ Նա ոչ թե միայն մեր հետ է, այլ մեր ներսում է բնակվում։ Որտեղ մենք շատերը Սուրբ Հոգու տաճար ենք եւ Աստծո բնակարան ունենք, եւ Աստված բնակվում է մեզանում։ Եվ Աստված մեզի գնել է իր թանկագին այրան գնով։ Հավատացեք Քրիստոսով քույր եղբայրներ, եթե մեկի հավատքը ինչ որտեղ պակասում է, թող խնդրի Տիրոջը, որ իր հավատքը ավելացնի, որպեսզի խնդրի ու առնի, որպեսզի դուռը թակի ու բացվի, որպեսզի փնտրի ու գտնի։ Հավատանք, հավատքով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը ունի մեծ զորություն։ Աստծո խոսքը ունի մեծ զորություն։ Հավատացեք այն խոսքը, որ հիմա խոսվում է, սա մարդկային մտքի հասկացողություն չի, որտեղ Աստծո խոսքը հոգի ու կյանք է։ Մենք մնում է հավատքով ընդունենք, եթե ինչ որտեղ էլ զգում ենք, որ մեր ներսում երկմտություն ու կասկածամտություն է գալի, անհավատություն է գալի, ասենք Տեր Աստված, Տեր Հիսուս Քրիստոս, օգնի իմ կասկածամտությանը եւ երկմտությանը, որովհետեւ մեր Հայրը երեք այսօր հավիտյան նույնն է։ Հավատանք, որ նրա խոսքով ամեն բան արարվե եւ ստեղծագործվե։ Նրա խոսքով հավատանք ինչ զորություն ունի Աստծո խոսքը, որ նրա խոսքով երկինքն ու երկիրն է ստեղծվել։ Եթե մի հայացք դարձնենք երկնքի ու երկրի վրա եւ նրա ստեղծագործության վրա, անպատմելի է, ստեղծել է արևն ու լուսինը, օվկիանոսներն ու ցամաքները, կենդանական աշխարհը եւ բուսական աշխարհը, եւ ինչ է երկրի վրա է, եւ ինչ է երկնքում, ամեն բան նրանով եղավ եւ առանց նրա ոչինչ չեղավ։ Նա մեզ սիրում է, հավատացեք, նա սիրում է հավիտենական սիրով եւ գրված է, որ նա այնքան սիրեց աշխարհը, որ իր որդուն տվեց։ Որդուն տալ, որդուն զոհաբերել, որդին համաձայնվեց թողնելով երկնքի փառքը թագավորությունը կաշխար, որ ես ու դու փրկություն ունենանք։ Անգամ ինքը հոգատանում օվկիանոսի մեջ գտնվող ամեն մի կենդանական աշխարհի համար։ Նա հոգատանում երկրի վրա գտնվող ամեն մի շունչ արարածի համար։ Եվ նրանց կերակուրը ժամանակին տալիս է, ով մարդ, հավատա, որ Տեր այսօր տալի է, այսօր առնելու օր է, այսօր հավատքով ընդունելու օրը, մի հուսահատվի, մի թուլացի, նա քեզ հետ է։ Տիրոջ անուն ունի զորություն, հավատացեք։ Նրա անունը ես միշտ այս խոսքերը ասում եմ, նրա անունը ունի զորություն բոլոր դժվարությունների անունների վրա։ Բոլոր դժվարությունների, ինչ որ դժվարություն ունես, այդ դժվարության անունի վրա Տիրոջ անունը ունի զորություն եւ Հիսուսի անունով թող դժվարությունը քեզանից հեռանա, հավատա։ Եթե դու հավատքով ընդունում ես Տիրոջ անունը, այդ դժվարությունը նահանջում է եւ հեռանում է։ Տիրոջ անունը ունի զորություն բոլոր քո անլուծելի խնդիրների անունների վրա։ Ունի զորություն քո անքուն գիշերների անունների վրա, տառապանքների անունների վրա, ցավերի անունների վրա, չար ոգիների եւ դիվական աշխարհի անունների վրա եւ Հիսուսի անունով կանչի դրա անունը Հիսուսի անունով թող կատարվի Աստծո կամքը մեր հոգու աշխարհում եւ մեր առօրյա կյանքում։ Հիշեք, մեզ պատահած բոլոր բաների մեջ նա արդար է եւ սուրբ է եւ իրան սիրողներին ինչ որ լինում է, դա միայն բարի համար է։ Միայն ասա Հայր, նա կասի ինչ է զավակս։ Նա ուզում է, որ դու այսօր իր հետ խոսես,
Նա ուզում է, որ դու քո սիրտը այսօր դատարկես նրա առջև եւ քո բոլոր անլուծելի խնդիրները, դժվարությունները բերես նրա առաջ։ Եվ նա քեզ այսօր ողորմություն կանի։ Հավատացեք, որտեղ Տեր Հիսուսն էր, նրա ներկայությունով բժշկություններ էր կատարվում, ազատագրություններ էր կատարվում, հրաշքներ էր կատարվում, անհնարինը հնարավոր էր դառնում, անբուժելին բուժելի էր դառնում, անլուծելի լուծելի էր դառնում, եւ Տերը փառավորվում էր։ Ես ուզում եմ Տիրոջ փառքի համար մի սաղմոս ընթերցեմ, դուք ավելի խորը ամեն մի նախադասություն կարդաք, ես այսպես եմ նայում, ամեն մի խոսքի վրա ուշադրություն դարձրեք, արագորեն մի կարդացեք ու անցեք Աստծո խոսքը, ամեն մի նախադասություն կարդալուց հետո, ամեն մի միտք կարդալուց հետո խորհեցեք եւ խնդրեք, որ Տերը, որ բացի մեր բոլորի հոգու աչքերը եւ տա մեզ լսելիք, որ մենք հասկանանք, թե այսօր ինչ է խոսում հոգին եւ ինչ է ասում հոգին եկեղեցիներին։ 103 սաղմոսը, ես այսպես մակերեսորեն կանցնեմ, բայց դուք տունը նախադասություն կարդացեք։ Դավիթի սաղմոսն է եւ ասում է, ով իմ անձս օրհնե Տերը, ամեն բանի մեջ քո անձը պիտի օրհնի Տիրոջը, ու այն ամենը, որ իմ ներքիդինս է, անոր սուրբ անունը, ով իմ անձս օրհնի Տերը եւ անոր բոլոր բարերարությունները մի մոռանար, որ կքավե բոլոր անօրենություններդ, նա ունի այդ զորությունը ու կբժշկե քո բոլոր հիվանդություններդ, հավատա այս խոսքերին եւ դու հիմա բժշկություն կստանաս, եթե հավատքով ընդունես այդ խոսքը, նա կմտնի քո ամբողջ էության մեջ եւ այնտեղ բժշկություն կատարվի։ Եվ հիմա այդ բժշկությունը ես հավատքով հավատում եմ, ովքեր հավատքով ընդունում են բժշկությունը հենց հիմա կատարվում եւ ես հավատում եմ, որ դուք վկայություն կանեք, որ կփրկե քո կյանքդ ապականությունից։ Նրա անունը Հիսուսը, որ եւ կպսակե քեզ ողորմությունով ու գծությունով, որ գլեցնե քո ծերությունը անգամ գրված բարիությունով ու քո մանկությունդ արծվի պես մի նորոգվի, արծվի պես մի զավարնես դեպի երկինք եւ հաղորդակից պիտի լինես ամենակարող Աստծո հետ։ Տերը արդարություն եւ իրավունք կանե բոլոր զրկվածներին, եթե դու այսօր զրկված ես, եթե դու անտեսված ես, այսօր իրավունքի օր է, հավատա այդ իրավունքը Տիրոջ հոգով պիտի գործի եւ դու ազատ լինես։ Անիկայի ճամփաները Մովսեսին ճանճցուց ու իր գործերը Իսրայելի որդիներին բարեգութ ու ողորմած է Տերը, երկայնամիտ է ու առատ ողորմությունով, առատ անամոտ ողորմությունը, առատ ու առատ է, անիկա մինչև վերջի հակառակվում եւ հավիտյան ողջ չի պահում, անիկա մեր մեղքերի համեմատ չրավ մեզի ու մեր անօրենությունների համեմատ հատուցում չարես մեզի, հապա որ չափ երկինքը երկրեն բարձր է, անչափ իր ողորմությունը իր վախեցողների վրա զորավոր է, նրա անունը փառավորվի, նրա ամեն մի խոսքը կյանք է, եւ Տերը սիրում է մեզ ամեն մեկից, որ չափ որ արևելքը արևմուտքեն հեռու է, անչափ հեռացրեց մեզ մեր բոլոր հանցանքները, հավատա որ հեռացնում, եթե դու զղջում ես, խոսովանում ես եւ հրաժարվում ես, Տերը քեզ ազատում։ Ինչպես հայրը կգթա իր որդիների վրա, այնպես էլ Տերը կգթա իր վախեցողների վրա, որովհետեւ նա գիտե մեր կազմվածքը կհիշի թե մենք ով ենք։ Մարդու օրերը խոտի պես են, դաշտից ծաղկի պես կծաղկեն, վասնզի հովը անոր վրա են կանցնի ու անգը ոչնչանա ու անոր տեղը չի ճանչանա զանիկա։
բայց Տիրոջ ողորմությունը հավիտյանս հավիտենից իրն է վախեցողների վրայա, որոնք փափագում են Տիրոջ խոսքը, փափագում են սրբությունն ու արդարությունը։ Ու անոր արդարությունը որդիների վրա, անոնց վրա է, որ կպահեն անոր ուխտը, այն խոսունքը, որ անել են Տիրոջը, և կհիշեն անոր պատվիրանքները և կկատարեն, և կհիշեն ու չեն մոռանա, այլ կկատարեն Տիրոջ պատվիրանքները, այն խոսքերը, որ Տերն է ուղարկում, Տերը իր աթոռը երկնքի մեջ հաստատեց։ Անոր թագավորությունը ամենու վրա կտիրի և նաև քո վրա կտիրի։ Օրհնեցեք Տերը, ով հրեշտակներ, որ ուժով զորավոր եք, որ անոր խոսքի ձայնը լսելով իր հրամանները կատարեք։ Օրհնեցեք Տերը, ով անոր բոլոր զորքեր, անոր կամքը կատարող պաշտոնյաներ, օրհնեցեք Տերը, ով անոր բոլոր գործեր, անոր տերության ամեն տեղերի մեջ, օրհնե Տերը ասա, ով իմ անձած, ամեն։ Այսօր օրը, այսօր ժամանակը, մի հուսահատվիր, մի թուլացիր, նա քեզ երբեք ու երբեք չի թողի, անգամ քո ամենամտերիմը քեզ թողի, անգամ քո ծնողը քեզ թողի, նա քեզ երբեք ու երբեք չի թողի, և հիշիր, դու նրան այրյան գիմն ես, նա քեզ սիրում է։ Թող աղոթքը պարտական աղոթք չլինի, թող աղոթքը լինի քո հոգու աղաղակը, քո սրտի բոլոր անհանգստությունները, ինչ որ այսօր դու ունես, ինչ է որ քեզ անհանգստություն է պատճառում, բայց մի գաղտնիք կա, ամենակարևոր գաղտնիքներից մեկը, որ խնդրի երկնայինը, խնդրի հորը որդուն և Սուրբ Հոգուն, խնդրի նա կենդանի հաղորդակցությունը քո հետ, օրվա 24 ժամի մեջ, ամեն րոպեի մեջ, ամեն մի վայրկյանի մեջ։ Թող այս ժամանակ առիթ հանդիսանա, որ մենք մեկանանք նրա հետ, նա մեր հետ խոսելու բան ունի, նա մեզ ասելու բան ունի։ Դու իրան կանչիր, նա քեզ պատասխան կտա, քո բոլոր հարցերին պատասխան կտա, դու հարցրա նրան, նա քեզ պատասխան կտա, եթե նրա պատասխանը դու չես կարողանում լսել, ասա Տեր ինձ լսելու ականջ տուր, որ ես կարողանամ լսել, եթե դու չես տեսնում նրա գործերը, ասա Տեր բացար իմ հոգու աչքերը, որ ես կարողանամ տեսնել ու քեզ փառաբանել հիմա է ժամանակը։ Այս ինչը որ կատարվում է, սա մի առիթ է, որ մենք իրար մոտիկանանք, Քրիստոսով քո եղբայրներ, Տեր ուզում է, որ մենք իրանից հայտնություն առնենք, Տերը ուզում է, որ մենք իր հետ մեկանանք և հավիտյան իր հետ մեկ լինենք, ամեն։